Հրապարակ թերթը գրում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քննադատություններին ի պատասխան Փաշինյանը խոստացավ մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը, որոնք արդեն սկանավորվում են, ձեռքի հետ էլ փորձեց շանտաժանել։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես, առ եմ համարում։ Որոշ տեղեկություններով խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակի մասին է, որը Սերժ Սարգսյանը գրել է 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Կսկտու տեղեկությունների համաձայն Սարգսյանն այդ նամակում ռազմական աջակցություն է ակնկալում Ռուսաստանի Դաշնությունից, նշելով, որ մեր ռազմական բալանսը խախտված է։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. պարզվում է Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը։ Թերթի տեղեկություններով նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները։ Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել, ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։ Փաշինյանն արգելել է անել դա մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական պայմանագրում արդեն լրացել են ապահարզանների լիմիտը եւ այլևս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը Բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեվորականներին բարոյականության դասեր է տալիս։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի Միացյալ Նահանգներ այցից վերադառնալուց հետո շարժման մի խումբ անդամներ հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում եւ մամուլը ոչ հրավիրված էր, ոչ էլ տեղեկացված այդ մասին։ Թե ինչ հարցեր են քննարկել եւ ինչ նպատակով է կազմակերպվել հանդիպումը, այս պահին պարզել չի հաջողվել։ Գրում է թերթը։ Հետք կայքը գրում է Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած այժմ կնոջը պատկանող Սոճենի ընկերությունը պետական եւ համայնքային գնումներին 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքել։ Ըստ այդ պայմանագրերի ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազաֆիկացման աշխատանքներ։ Ստեփշին ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, եւս մասնակցում է Ստեփանավանի եւ մարզի այլ համայնքների գնումներին։ Ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է Արմեն Գրիգորյանը։ Նա այդ ժամանակ Գազպրոմ Արմենիա ընկերության Լոռու մարզի գազաֆիկացման եւ գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավանի համայնքի ղեկավար։ Սոճենի ընկերության 100%-ի մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը Սյուզան Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատեր Արմեն Գրիգորյանի կինն է Գայանե Ավետիսյանը։ Գրիգորյանը սակայն իր կնոջ ընկերությունների մրցույթներում հաղթելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Գրում է կայքը։